Այն ինչ որ ասում է Ծառուկյանը ունի շատ անձնական օրինակ պատճառներ։ Բա հանցագործ որդուն պետքա շարունակել թաքցնել Բելարուսում։ Թողասի ուր է այդ իր սպանություններով ու տարբեր քրեական հանցագործություններով հայտնի նվերիկը կամ կներեք պարոն Բաբաջանյանի դեպ երեք նաև Ծառուկյանը հայտարարում էր, որ Լուկաշենկոն սիրում է Հայաստանին, հայ ժողովրդին եւ ինքը մեկ զանգով կարող է վերջացած անբարոյական լինես այդպիսի բան ասելուց առաջ։ Թող Ծառուկյանը հայտնի թե օրինակ Լուկաշենկոյի հետ անձնական ինչ բիզնեսներ ունի, այդ խուժան կոնյակը, որ կարողանում են առանց ստանդարտների տանել, վաճառել Ռուսաստաններում եւ Բելարուսներում, իհարկե իր համար էս ընտրությունները նաև Լուկաշենկոյին հայ ժողովրդի աչքում ռեաբիլիտացնելու հնարավորություն է, բայց կարելի է չսիրել Նիկոլ Փաշինյանին, կարելի է չսիրել քաղաքացիական պայմանագրին, բայց Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ եւ սեփական ժողովրդին անարգել ու ամենավերջի ծայրահեղ անբարոյականի նման Լուկաշենկոյի անունը հնչեցնել այս ընտրություններում այն ժամանակ, երբ մենք բոլորս տեսել ենք, թե Լուկաշենկոն ինչ հայտարարություններ արել պատերազմի ժամանակ Ալիևի կողքին կանգնելով ինքնախոստովանական ըստ էության հայտարարություն է արել, որ պատերազմի ժամանակ աջակցել է, պատերազմի ընթացքում աջակցել է Ադրբեջանին, ել չասած դրանից առաջ Պոլոնեզը եւ սպառազինության ծավալների մի մասը հենց ինքն է վաճառել Ադրբեջանի, լինելով հապկ շրջանակներում մեր դաշնակիցը։